Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկացա, որ Վանաձորում ելույթ ունենալով հանրահավաքի հավաքված ժողովրդի առաջ Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Պատկերացնում եք, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող եւ պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում։ Ինքը մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով եւ հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել։ Ես պետք է ասեմ, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը, փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ կոչված համակարգին եւ ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, իսկ ում ոչ, ում դեմ գործ հարուցեն, իսկ ում դեմ ոչ, եւ այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի։ Դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում, եւ դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնսել ես արել։ Ուրեմն իմացի Նիկոլ Փաշինյան, դու պետական դավաճան ես ու Սահակաշվիլի օրվան երնեք ես տալու։ Դու հայ ժողովրդի պատմության ամենախայտառակագույն դեմքերից մեկն ես, ու քո այդ ճղրտոցները, ծվծվոցները, կերկերուն ձայնով այդ ելույթները քեզ չեն փրկելու։ Հայ ժողովուրդը արդեն գիտի թե դու ով ես, գիտի թե ով է պետական դավաճանը իդեմս քեզ, եւ գիտի թե ով եմ ես եւ ովքեր են մյուս ընդդիմադիր գործիչները։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ մի բան եմ առաջարկում։ Անպայման դիմադրություն ցույց տալ, մասնակցել ընտրությանը, վռնդել, դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը եւ ձևավորել նոր ազգային հայկական պետական իշխանություն։ Այս ամենը անցնելու է գնա։ Կալանավայրում լինել չլինելը որևէ խնդիր չի փոխում, մեր մոտ որևէ բան չի փոխում։ Դիմում եմ մեր կողմնակիցներին։ Ինչպես գիտեք, Մայր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստանի ցուցակով։ Նրանք, ովքեր հետևել են մեր գործունեությանը, գիտեն, թե մենք ինչով ենք զբաղվել, անպայման ակտիվություն ցուցաբերեք, որևէ ձևով չընկճվեք, սադրանքների չտրվեք, անպայման քաղաքական բարձր ակտիվություն ցուցաբերեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը եւ կռիվ տվեք ընտրատեղամասերում, կռիվ տվեք այս թուրք-ադրբեջանական խունտայի դեմ, կռիվ տվեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի, ես կասեի հանցավոր խմբակի դեմ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հոգեվարքի մեջ է, ինքը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է հայտնվել, քանի որ հասկանում է հողը ոտքերի տակից գնում է ու իրեն թվում է, թե քրեական գործեր հարուցելով, ապօրինի հետապնդելով, քաղաքական ձերբակալություններով կարողանալու է իր կաշին փրկել։ Դա չի ստացվելու քո մոտ Նիկոլ, եւ դու շատ լավ գիտես, որ այս ամենը անցնելու է գնա ու դու որպես հայկական Զելենսկի չես կարողանալու քո ծրագիրը, որը քեզ պարտադրել են դրսից եւ որին դու համաձայնել ես, կյանքի կոչել։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվում այն առումով, որ մենք մեր ծրագրից չենք շեղվելու, մեր խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է, իսկ ինչ վերաբերում է պետական հանցագործ, պետական դավաճան պիտակին, Նիկոլ, այդ մի բանը հաստատ դա քեզ չի ներվելու, որովհետեւ ինչ-ինչ թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ եւ իմ ընկերներին եւ ընդդիմադիր մյուս գործիչներին մեղադրել պետական հանցագործության, պետական դավաճանության մեջ։ Դավաճանը ինքդ ես, քո էությամբ, քո գործունեությամբ, քո ամեն ինչով, ու դու իմացիր, որ դու այս ամեն ինչի համար պատասխան ես տալու ու չես մարսելու։ Այնպես որ ինչքան ուզում ես գորգորոցդ գլուխդ գցի, լաչառացի, ինչ ուզում ես արա, որևէ բան քեզ չի փրկելու։ Քո դրսի թուրք-ադրբեջանական տերերն էլ քեզ չեն փրկելու։ Եվ Մակրոնի հետ որ Արցախը հանձնեցիք, Մակրոնը դե քեզ չի փրկելու, ոչինչ քեզ չի փրկելու Նիկոլ։ Այնպես որ գնա ինչ ուզում ես արա, մարդիկ արդեն թքում են քո երեսին,
քարոզ արշավի ժամանակ ասում են, որ ատում են քեզ, ասում են, որ զզվում են քեզանից, դու ես ամեն ինչը շատ լավ գիտես, այնպես որ շարունակիր այդ նյարդային պահվածքդ, քանի որ քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Սիրելի քաղաքացիներ, եւս մեկ անգամ դիմում եմ ձեզ, որևէ ձևով հետ չկանգնել պայքարից, մեր թիմակիցներին կոչ եմ անում ել ավելի կազմակերպված, ավելի ուժեղ, ավելի համարձակ քայլերի գնալ եւ պատրաստվել, որպեսզի հունիսի 7-ին մենք այս ամեն ինչի վերջ պետք է դնենք միասնական ջանքերով եւ սրանց ուղարկենք, ինչպես այսօր ես Նոբարաշենում էի ասել, քաղաքական աղբանոց։ Առայժմ լավ մնացեք։